Հայր այսօր սերներ, Աստծո փառք ունենք, որ Տերը շաբաթներս մեզ կյանք տվավ եւ շարունակենք մեր սերտողությունը, ինչպես ուսումնասիրել Աստվածաշնչյան մարգարեությունները թեման, հասած ենք 7-րդ դասը, լսել հիմքեր մարգարեության համար։ Սերտողության առաջ աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզ մեր որ դու մեր մեծ եւ հիանալի Աստվածն ես, մեր հայրն ես, մեր Տերն ես, մեր Փրկիչը եւ մեր Պահպանիչը։ Հայր կխնդրենք, որ Սուրբ Հոգիով դիմա մեզի առաջնորդել, որ գայնանք քո խոսքը սերտել, հասկանալ, յուրացնել եւ մեր կյանքի մեջ կորզացնել ամիգա։ Թող փառքը բادي զորությունը հորը որդին եւ Սուրբ Հոգին համիդե ասաբդեն, Սիրուսի անունով խնդրեցի, ամեն։ Ամեն։ Հասը սկսելու համար պիտի կարդանք Եսայի 6-րդ գլուխ 8-րդ համար։ Երբ կլսեցի Տերոջը ցայնը, որ գսե, ով ղրգեմ եւ մեզի համար ով պիտի երթա, ու ես ասի, ահա Վասիկ, ես պիտի ղրգեմ, Վասիկ ես, ինձի ղրգեմ, ես ղրգեմ։ Հետաքրքիր է, Աստված կսե որ ղրգեմ, ով պիտի երթա ինձի համար վգալ լալու, եւ Եսայի մարգարեն գսե որ ինձի ղրգեմ։ Հիմա մենք գսենք թե մեզի ղրգեմ, բայց տեսանք որ ինչ է բանջմունքը, ինչ բաներ կան ամիգան ղրգվելու համար։ Ներողություն, խորին Հիսուսը ներող պատասխանեց Եսայի։ Եսայի քնո մենք հայը։ Այո, շիտակ է, քանի որ մարգարեն իր ժամանակին համար կմարգարենա եւ նաեւ ապակային համար կմարգարենա։ Միշտ այդպես եղած է մարգարեությունները, երբ որ բամը գսվի, հիմակվա համար իրեն ժամանակաշրջանային համար գսվի եւ նաեւ ապակային համար գսվի մարգարեությունը։ Դիեզերքը կառավարելու Աստծո իրավունքը հիմնված է Աստծո որպես ամեն բանելու արարիչ ըլլալու վրա։ Եվ ինչպես նաև անոր բնավորության վրա։ Աստծո արդար բնավորությունը կբացահայտե եւ մենք կհասկանանք թե ինչպես եւ ինչու մեղավոր մարդիկ կզրկվին Աստծո փառքեն։ Հռոմեացի մեջ գրված է։ Աստված նպատակ ունի վերականգնել մեզ ոչ միայն որպես անհատ, այլև որպես մարդկության ցեղ, ընդհանուր ցեղ, որովհետեւ մենք եւս մեկ անգամ բացահայտենք անոր փառքը մնացած ստեղծագործության մեջ։ Մարդուն անվստահությունը ի վերջո եւ ընդմիշտ վերջ պիտի դրվի։ Թեև Աստված երբեք չէր նախատեսած, որ մարդկությունը իննա մեղ գործել։ Խաչի միջոցով Աստծո սիրառատ բնավորությունը կթերսևորվի շատ ուշագրավ ձևով խաչի միջոցով։ Ուրեմն Եսայի մարգարեն Աստծո քահի զարմանահրաշ տեսիլքը կտեսնա եւ երբ որ տեսիլ կտեսնա որ ինքը շատ թերություններ ունի։ Սրբության առջև լույսի մեջ միայն քու աղոտ կերնա։ Հայրին առջև երտասն է միայն կտեսնաս պակասությունը։ Ինչը սա վայ ինձի կողպար ամիգա ես կորսված եմ ուներ բիծ շուրթերով մարդ մնեմ եւ բիզաշուր ժողովրդի մեջ կտանքին իմ աչքերս տեսան թագավորը զորություններու դերը։ Եսայի 6-րդ գլուխ 5-րդ համարը գսեն։ Հիմա գարտանք Եսայի 6-րդ գլուխ 6-րդ համարները։ Բայց սերոփերներուն մեկը իմ գոմից ծրավ ու ցերկը գրագի կայծի ուներ ու սեղանին ունենալով արած էր եւ փերնից թփցնելով ասավ ահա ասիգատ քո շրթուկները տվավ ու աներությունները վերցուցվեցավ ու մեղքերը քավություն եղավ Ետ կլսեցի Տերոջի ցայնը որ ասավ ով ղրգեմ եւ մեզի համար ով պիտի երթա ու ես ասի ահա Վասիկ ես զիս ղրգեի ահա Վասիկ ինձ զիս ղրգե Եսային երբ որ տեսավ Աստծո փառքը ասավ որ վայ ինձ յեհա կգործվի բազ ես պիր շրթուն ունեցող մարդ մնեմ եւ ատկե վերջը ինչ եղավ սերոփեներեն մեկը իմ գոմս թվավ ցերկը գրագի գայծ ուներ Սեղանեն ունելիով առածել, եւ բերնից տպսելով ասավ, ահա, ասիգա քու շրթուկներով տվավ, քու անօրենությունը վերցվեցավ ու քու մեղքի քավություն եղավ։ Ինչ եղավ, ապաշխարություն եւ թողություն։ Երբ որ մենք կսկանք մեր մեղքը,
կավաշխարենք, ներողություն կխնդրենք Աստծուց մեր, եւ Աստված մեզի գներ է, վարյան աբես գներ է Աստված մեզի։ Քանի որ վերջինս երբ որ ներվեցավ, քո մեղքի քավություն եղավ, ներվեցավ, յետք Աստվածը ասա, որ ով գրգեմ եւ մեզի համար ով պիտի երթա, ու ես ասի, ահա վասիկ ես սիս գրգեմ։ Այն ադենսավ կնա ասե ժողովրդին եւ արդեն Աստծո պատկամը ուդա Եսային, որ ժողովրդին պետք է ասե, որ ժողովուրդն ալ ապաշխարե։ Ինչու համար, քանի որ մեղքի վարձքը մահ է։ Մենք մեղավոր ծևով չենք գնալ Աստված ծառայել, Աստծո ծառայել։ Անպայման թերի բանը գնա։ Ուրեմն հիմա ինքը երբ որ ներվեցավ, կրակի գայծես շրուկներում տվավ ներվեցավ, հիմա պիտանի կացավ գանքնելու Աստծո ներկայության մեջ։ Եվ ավելի հաստատվեցավ, որ Աստված ներկայացնե ժողովուրդներուն։ Մենք միայն չենք ապաշխարել մեզի համար։ Երբ որ մենք ապաշխարենք, Աստված մեզի կդրգի, որ ուրիշները լավ աշխարհեն։ Մեր ընտանիքի անդամները, մեր սիրելիները, մեր դրածները, մեր հարևանները, նույնիսկ ուրիշ երկրների մեջ եղող մարդիկ։ Ուրեմն սերովներ բառը կնշանակի վարվող։ Ես ինչ որ կանի ասեմ։ Երբ որ Հովհաննես Մկրտիչը պիտի ծառայեր, Հիսուս իրեն համար ասավ, Հովհաննեսը այն վարվող ջրակն է, որ լույս կուտա, եւ դուք ցանկացած միան ժամանակ ամեն լույսով ուրախանալ։ Ուրեմն երբ որ Հովհաննես Մկրտիչը սկսավ քարոզել Աստծո արքայությունը, ինքը վարվող ջրակի պես եղավ։ Այսինքն քերովպեի պես եղավ, այսինքն հրեշտակի մթերը սկսավ կատարել։ Քերովպե հրեշտակի մթերը սկսավ կատարել։ Ուրեմն երբ որ Հիսուս եկավ հորը փառքը մեզի ներկայացնելու, իր մե առաջ Աստված ղրգեց մարգարեմը Հովհաննես Մկրտիչը, մեղավոր մարդն էր, բայց կատարեց նույն առաջադրանքը, որպես երկնային սերոփեներն մեկը։ Մարդն էր, որ փրկված էր եւ Հիսուսի ներկայացուց որպես ահա Աստծո քարը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Ուրեմն ինչպես կնանք մեզ մեր յուրաքանչյուրը մեղքեր Հիսուսայինով մաքրված ըլլալով արձագանքել այնպես ինչպես Եսային ասավ։ Ահա ես, գրգե ինձի, ուր կուզես։ Իմ անդունիս մեջը լույսը, քո լույսը ծոլացնելու համար, ինչպես որ կուզես։ Գնաց մեգումը թերթիկ կուտաս, գնա մեգումը այդ կաղոթես, գնա մեգումը գերավոր մգեպես կդանիս, գնա մեգումը բալխոս մգխոսիս, գնա մեգումը անցածադենը քեզի դեսե ինչպես ես դեսես փառքը լա Աստծո այսօր Աստան զինգյակ տվա Աստծոն կփառավորես այսինքն մեր կյանքի բոլոր բնակավարների մեջ մենք կնանք Աստծո ցնել երկու քերովպեներ կային այսօր մասին դիտարկամ ծննդոց 3-րդ գլուխ 23-24 համարները Դեսատե Հիսուսային կողմեն մրգալի ծողմը մեծ ու պրանգած գրակ կուկար, որում բոլորդիկը բայցարություն կար։ Ներողություն, հիմա նախ պիտ կարտամ ծննդոցը։ Ծննդոց Ասի Եզեկելի Չէ, ներողություն, անի չէ, ծննդոց 3-25-24։ Այո, նախ ծննդոցը կարտամ։ Եվ դեր ասված ատամին ու անոր բնոջ կանչ գաշի է հանթերսներ շինեց ու անոնց հապցուց Եվ դեր ասված ասավ հա ատամ մեզ մեգուն բես եղավ բարին ու չարը կիտնալով և հիմա պիտի չթուլադրեն որ ցերկը երգնցնե ու գենաց զարեն ալ արնե և ուդե ու հավիդյան աբրիվ ուստի դեր ասված եթեմի պարդեզեն թուրս ռավ զանիգա որբեսի երգիրե մշագե ուգե արնվեցավ 24 ամեն Այո Այսպես վրընդեց ատամը
ու Եթեմի Բարդեզին արևելյան կողմեն Քերովփեներ ու ամեն կողմեն թարցող հոցեղեն սուրը դրա գենատ զարին համքան բայելու համար։ Այո, շնորհակալ եմ։ Հիմա հոս երբ որ վրընդվեցան Եթեմի Բարդեզին թուրը ներս չմտնալու համար երկու հատ զորավոր հրեշտակ քերովպեներ դրավ եւ փոցավար սուր ունեցող, այսինքն գրագի նմանությունով սուրն ունեին ցերկերին եւ իրենք կորձ ունեին։ Ինչ է իրենց կորձը, որ գենատ ծառին ջամփան պաշտպանեն, որովհետեւ երբ չիկան մարդությունը եւ գենատ ծառեն ուտելով հավիտյան ապրեն մեղքի մեջ։ Ուրեմն այդ փոցավար սուրը եւ այդ երկու քերովպեները հիշեցնեն մեզի անցանել խոսենք դաբանագի մասին։ Դաբանագի վրա ինչ կար, երկու հատ քերովպե, երկու կողմեն դաբանագը կհսկեին։ Ուրեմն հայ Դաբանագը գտնվեցավ հետո։ Չէ։ Չգտնվեցավ միջև։ Մարդ կգան որ դաբանագը ասա որ ինքը կդած է եւ գիտե ուր է, բայց եւ կառավարությունը գիտե ուր է, բայց մեջտեղ չեն անել։ Բայց արարը լերան վրա չգեցա։ Դաբանագը։ Դաբանագը։ Տապանակը Եթովպիայում է։ Ուխտի դաբանագը գտնված է ուր որ կսեն ասմարտը որ կդա ինքը նկարեց ինչով կդա հիմա անգա դարբեր նյութ մնե բայց բացի բաց գտնված չէ մսեր որ կդած է այո կայ ուխտի դաբանագը աստծո քանի խորհրդանիշն է ինչպես որ Եթեմի Բարդեզը մեզի տվավ որ մոմ մենք պիտի ապրեինք Եթեմի Բարդեզը մարդու վտարվելն ետքը թեր երկար ժամանակ մնաց երկրի վրա, մինչև չրները մնաց երկրի վրա։ Ընկած ցեղին ցույց տրվեցավ թերևս շատ տարիներ նայել իրենց անմեղության դանը, որի մուտքը կհսկեին բահաբան հրեշտակները։ Դրա թալվածներում մոտ, որտեղ մշտարթուն կհսկեին քերովպեները, կհայտնվեր Աստծո փառքը։ Ադամը իր որդերուն հետ խոսք ուկար Աստծո երկրբակերով։ Այստեղ ամեն կնորոգել իրենց հնազանդության խոստումը այն օրենքին, որի խախտման հետևանքով վտարված են Եթեմեն։ Բայց երբ ամեն բան վերջնականապես վերագաղտնվի, երբ ստեղծվի նոր երկինք ու նոր երկիր, թրախտն ավելի փառավոր եւ հիասքանչ տեսքօրինական սկիզբն էր։ Էլևայքին գիրքերն գրված նավերների մակարն գիրքի մեջ են։ Ուրեմն քերովպեները թրվեցան արևելյան կամ թիմաց եղած տեղը։ Սուրբ վրանի արմատ ունի, նույն ակարն է, ինչ որ վրան արմատը կա, ուր որ գստի Աստծո ներկայությունը կփնակվեր իր ժողովրդի մեջ։ Թեև Աստծո ներկայության համար ընդհանուր փառը կա Շեքայնան, այս փառը կթարգմանվի վրան կամ խորան։ Շագան փառացի թարգմանով գայլի գարտան Աստված քերովպեներուն վրան դրեց Եթեմի Բարդեզի արևելքում, այսինքն հոն պիտի մնային, այդ երկու հրեշտակները իրենց փոցավար սուրովը միշտ հոն պիտի գնային, վրանապնակ, հոն եղավ։ Ուրեմն աստանջի մեջը քերովպեները կապակցված են Աստծո ներկայության հետ, անոր քահին հետ, ուր որ Աստծո անունը կհռչակվի հոն են հրեշտակները։ Քերովպեները կամ որպես կենդանի էակներ կամ անոնց ոսկյա խորհրդանիշները կհայտնվեն 5 դագարանի մեջ։ Անոնք ամիջապես կան Աստծո քահին կողքը կայնած, ուր որ Աստծո քահը ուզեն ներկայացնել, Եզեկիելը կամ Եսային եւ Հովհաննես Արաքյալը, միշտ հրեշտակ կա այդտեղը։ Իրեն Աստծո փառքը վիճակի թեպի դիեզեկ։ Ասեղնակորձված քերովպեները զարդարված էր նաև սրբության բաժանող վարակույրը։ Երբ որ վարակույրի վրա նսել, պետք է հրեշտակներուն նկարել ասեղնակորձված ըլլային։ Բացի այդ երկու հրեշտակները, որ տաբանագի վրա նստած էին։ Ուրեմն Եզեկիելի 1:4-14-ը գտանք։ Անմար Եզեկիելի 1:4-14։ Դեսատեր Հիսուսային գողմեր մրրկալի ծով, մեծ ամ
ու կրնկած գրակ ու կար, որում բոլորդիկը բայցարություն կար, ու գրակին մեջ են ոսկե բղնցի նմանություն գերևնար, անոր մեջ 4 գենտանի գերբարանք կար, անոնց երևույթը ասպես էր, անոնք մարդու գերբարանք ունեին, ամեն մեկը 4 Չոդոր գարտաս։ Եզեկելի առաջին գլուխը 4-րդ համարեն։ Okay, այո։ Yeah, շարունակի։ Անոնք մարդու կերպարանք ունեին, ամեն մեկը 4 երես և 4 տևեր ունեին, անոնց ոտքերը շիդակ ոտքեր էին, անոնց ոտքերում տատը զուարանքի ոտքի տատին բես էր, ու պայլուն բղինցի բես կպայլեին, անոնց 4 գողները անոնց տևերում տակ մարդու ծերքեր կային, 4 նալ երեսներ ու տևեր ունեին, ասոնք տևերը իրարու գծված էին, անոնք երթալու ադեմին չէին դառնար, ամեն մեկը շիդակ հարաճ կերտար, անոնց երեսներում ծևը այսպես էր, 4 նալ մարդու երես ունեին, աչ կողմեն արույցի երես, 4 նալ ծախ կողմեն եզի երես, 4 նալ արձիվի երես ունեին, անոնց երեսները այսպես էին, անոնց տևերը վերեն կդարածվեին, երկուկը իրարու գծված էին ու երկուկը անոնց մարմինը գծած կեին, ամեն մեկը շիդակ հարաճ կերտար, ոգին ուր որ երթալու ըլլար, անոնք հոն կերտային, կացած ադեմնեն չէին դառնար, և կենտանիներուն գերբարանքը անոնց երևույթը գրակի վարած գայծերու բես չահերուն երևույթի բես էր, ու կենտանիներուն մեջտեղը գբդտեր, ան գրակը լուսապայլ և գրակեն պայլակներ գելեին, կենտանիները պայլակի երևույթով գվազեին ու թարմային։ Այո։ Շնորհակալ եմ, աստեղը հետաքրքիր է, որ Եզեկել մարդեն կներկայացնի Աստծո իշխանության տպավորիչ պատկերումը և 4 կենդանիները կներկայացնեն։ Ուրեմն երբ բեր գնայի կտեսնա Աստծո քարը, որ ամեն բանն բեր կտեսնա, և հոն կտեսնա կենդանի արարածներ, 4 տեսակ, և դեսե 4 լավ, մեկ կողմը երես է, մեկ կողմը ցուլ է, մեկ կողմը արծիվ է, մյուս կողմն արյուծ է։ Ասոնք միայն հրեշտակներ չեն, ասոնք Աստծո 7 հոգիների մասին խոսին ասեն։ Եվ ամեն անգամ, որ Աստծո քարը կտեսնան, կենդանիները կամ այո, կենդանիները կամ հրեշտակները իրեն հետ են։ Քերովբերները միշտ թողեն, նրանք անկարգվելու են գավաթին Աստծո քարի հետ և կարդացոլեն Աստծո փառքը, անկախ նրանից մենք կխոսենք իր պատկեր արված մարդկային ցեղի դառնող փառավոր քարի մոտ գտնվող հեշտական էակներու մասին։ Սուրբ, Սուրբ, Սուրբ ամենայնավ Տեր Աստված։ Ինչպես կքննարկենք մենք այս սրբությունը, որի մասին կվգայի Եզեկել այսպես հոս։ Երբ որ աստղերեշտակները, որ աչավ զորավոր են, ամեն վարգյան Աստծո կսեն Սուրբ, Սուրբ, Սուրբ ես Տեր։ Ադիկա մեր մեջը ինչ կհառաջացնեն։ Մենք ինչպես պետք է Աստծո մոտենանք։ Մենք պետք է լուրջ ըլլանք Աստծո մոտեցած ադեպից։ Գիտանք, որ երբ որ մենք մեր բերանը կպանանք, Աստված կլսե։ Երբ որ մենք բանը լսենք, մտածենք, մտառությունով խոսենք, որ արդյոք Աստծո բերանը բարատեղ գարնենք, կամ Աստծո խոսքին հազարակ բանը կխոսենք, և կամ մեր հավատքը ավելի զորացնելու մասին է, որ մենք լսենք։
Եվ երբ որ ասում մասին կմտածենք, կտեսնանք, որ մենք ոչ չափ պետք ունենք ավետարանին, այսինքն բարի լուրը, ոչ չափ պետք ունենք, որ բարի լուրը մեզի մեր սիրտերի մեջ ելա։ Ինչ է բարի լուրը, երբ որ գավաշխարես, Աստված քեզի կմաքրի։ Աստվածի ժողովրդի մեջ ուրեմն երբ որ Իսրայել ժողովուրդը չվեցավ, Մովսեսը սա որ խորանը մեջտեղը պիտի լա եւ 4 կողմը ժողովուրդը պիտի իրենց ցեղերով պիտի նստին եւ գիտեք որ ասոնք 4 կողմը նստան 3 ցեղ ամեն մեկ կողմը 4 կողմը 3 ցեղ մեկ կողմը արևելյան կողմ սա եւ հարավային կողմ 3 անգամ ցեղեր նստան եւ ասիկա երկինքի երբ որ գտանք Երուսաղեմի մասին Երուսաղեմի 4 կողմը թուրեր կան եւ ամեն մեկ կողմը 3 հատ թուր կա եւ ամեն մեկ թուրը անուն ունի եւ երբ որ հիմա մի գարտան թվոց երկրորդ գլուխ միայն թե ամենը գարտանը մեջ նախ 3-րդ համարը գարտանք վերջը 10-րդ համարը գարտանք վերջը 18 համարը գարտանք եւ 25-րդ համարը գարտանք քանի որ շատ երկար վիդեալա թվոց այո Աչեմի կողմը դեպի արևելք իջևան նոները հութային զորքերը թողլան իրենց քունտերոն գարտողը եւ ամենատապի որդին նասանը հութային որդերն իշխան դինլա Աներոջ եւ հետը մեկ հատ իշխան ունի 3 հատ ցեղ է բայց մեկ հատ իշխան ունի իրենց վրան 10-րդ մեկ վարյան ուրեմն հոն at մեկ կողմը որ կա արևելյան կողմը գսե հութայի ցեղն է Իսակարի ցեղը եւ Զապուղոնի ցեղը at կողմը at մեկ կողմի վրան են եւ նույնն ասույն անունները կան նաեւ Երուսաղեմի վերի Երուսաղեմի թուրերու վրան երկինքի մեջ ատոր թուրերու վրան եւ հետաքրքիր է որ իրենք թրոշակ ունին երբ որ պիտի երթան գսե ամեն մեկը իր թրոշակին քով իրենց հայրուն տալը նշանովը իջևան պիտեն այսինքն ասոնք պետք չէ գիտեք ինչ տեսակ թրոշակ է քույնի եւ այլն բայց գիտեք որ թրոշ ունեին եւ այդ թրոշին վրան նկար կար եւ գիտեք որ օքեյ սա հիմա դու շարունակի վերջը գստեմ 10-րդ համարը Պենին բանագին թրոշակը վիդելա իրենց քունտերոն գարտողը եւ պենին որդերն իշխան Սետուրի որդին Եղիսարը վիդելա ուրեմն հարավի կողմը Ռուբենը կա իր թրոշակով Շմամոն եւ Գադ 18-րդ համար Արևմտյան կողմը Եփրեմի բանագին թրոշակը վիդելա իրենց քունտերոն գարտողը Եփրեմի որդերն իշխան Ամութի որդին Եղիսաման վիդելա այո Եփրեմը Մանասե եւ Բենյամինը մեկ մյուս արևմուտքի կողմն են Իսուսային կողմը տանի բանագին թրոշակը վիդելա իրենց քունտերոն գարտողը եւ տանի որդերն իշխան Ամիսատայի որդին Ակեզերը վիդելա Անյան իրեն իշխանն է եւ ուրեմն Թան Ասեր եւ Նեփթավինը այժուսային կողմին եւ հոս մեկ հատ ցեղը մնաց անյա Ռևի ցեղը դեր ճունի Ռևի ցեղը ամենու վրան է քանի որ ինքը ինչ տեսակ ցեղն է Կանայություն է Կանայական ցեղ է շատ հետաքրքիր է ասիկա Եվ երբ որ գնայիս իրենց թրոշակներուն բանը գսե բատությունը, ռաբինական բատությունը, հութայի թրոշի վրա արյունի պատկեր է, Ռուբենին մարդու կամ մարդու գլուխի պատկեր է, Եփրեմինը ցուլի, Իսթանինը արձիվի պատկեր է։ Ուրեմն աս ցեղերը իրենց թրոշակներուն վրա ճիշտ նույն նկարներ ունեն ինչ որ Աստծո քահին շուրջ եղող մարդոց կամ կենդանիներուն նմանությունն է։ Մարդ Արյուծ, արձիվ եւ ցուլ Աստված ինքնին մեզի հայտնած է Հեչ բանը չէ բահած մեզ Միայն մենք պետք է որ փորենք եւ գտնանք թե Աստծո խոսքի մեջ մեզ ինչ կսե Եվ ասիկա մեզի մեր հավատքը զորացնելու համար է Ասի միայն բացությունը չէ որ Աստծո խոսքը գրել է
Շատ մարդիկ ասեն, «Ա, 500 ինչ է, որ պատմություն է, բամը չի գա, չէ, մեզի չի հետաքրքրել ամիգա, չէ»։ Այսօր ամեն մեկ բառը հետաքրքիր պետք է լա։ Մենք ենք որ չենք հասկանալ, երբ որ հասկացանք, գիտենք որ ինչպես իրավեք պիտենք։ Ինչպես Իսրայելի բանագետարի ամեսամ նոր Երուսաղեմի նկարագրություն ընդգծել մեկ կարևոր փաստ, Աստված նպատակ ունի մարդկությունը մոտեցնել իր քահին։ Հայտնի գիրքը դասովերեսն որ Տեր Աստված ամենագալը եւ քարը անոր դաջարն է։ Աստված կուզե որ մեզի մոդը լա։ Ասի ամբողջ սեդողության բանը, Աստված կուզե մեզի մոդը լա եւ կուզե որ մեզի փրկե։ Բայց թշնամի գա, հիմա ինչ է թշնամին։ Արուսյակը ժամանակին ծածկող քերով էր, պաշտոն ուներ, բարձր ցիրկ ուներ Աստծո քահին կողը։ Փոխարեն անսկսավ համարել ինքը իրեն այլ ոչ թե իր արարչին փառքը։ Խորեցավ որ այդ գերեզգությունը որ ունի, իր մեյը որ ունի։ Ոչ թե որ Աստուծո գերեզգությունն է որ իրեն այդ գերեզգություն դված է, խորեցավ ինքը իր մեյը, հպարտացավ անդոր վրա։ Եվ խորեցավ ինքը իրեն բավարար բարիք չեն դա, որում գարտանք Եզեկիել 28:11-17 Այո։ Ինչ կատարվեց Աստծո գայի մոտ գտնվող գլխավոր քերոբեի հետ։ Տիրոջ խոսքը ինձ եղավ ասելով. «Որդի մարդո, Տիրոսի թագավորին վրայով ողբա ու անոր ըսե, Տեր Եհովան այսպես կսե. Դու որ կատարելության կնիկն ես, իմաստությամբ լեցուն ու գեղեցկության մեջ կատարել ես, դու Աստծո դրախտին եդեմի մեջ էիր, քո ծածկոցը ամենեն պատվական քարերն էին, սարդիոն, տպազիոն ու ադամանտ, ոսկե քար, եղնգնաքար, հասպիս, շապյուղա, զմրուխտ, ոսկի։ Քո թմբուկներուդ ու սրինգներուդ գործը քո ստեղծման օրը քեզի պատրաստեցավ։ Դու տարածված ու ծածկող քերոբեր էիր, ու ես քեզ դրի, դու Աստծո լեռան վրա էիր, դու հրեղեն քարերուն մեջտեղ քայլեիր, դու ճամփաներուդ մեջ կատարել էիր, քո աստեղծած օրեդ միջև այն օրը, որ եւ քո վրայդ անօրենություն գտնվեցավ։ Իր գեղեցկության համար պարտացավ էլ է։ Քո արուտուրիդ շատության մեջ բռնությամբ լեցուցիր ու մեղք գործեցիր։ Ես ալ քեզ Աստծո լեռան իբրև պիղծ վար նետեցի եւ քեզ ով ծածկող քերոբե հրեղեն քարերուն միջին բնաջնջելի։ Քո գեղեցկությանը համար սիրտը տպարտացավ, քո վայելչությանը պատճառով քո իմաստությունը ապականեցիր։ Ես ալ գետին նետեցի քեզ, թագավորներուն առջև դրի, ազդարարության համար։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն ինչ էր Արուսյակի անկման պատճառը, ինչը հանգեցուց որ Արուսյակը ինգա։ Հպարտությունը։ Իր գեղեցկության հպարտությունը։ Խորեցավ որ ինքն է նորը։ Կարդանք նաև Եսայի 14-րդ գլուխ 13-14 համարները։ Եսայի 14 Չգա։ Եսայի 14 Եսայի 14-13-14 համարները դեսե Ով արդուն զարքող Արուսյակ, ինչպես երեքեն ինգար ու միջև կետին գործանեցար, թող որ ասկերը նգուն գնեիր, թուս սրիտ մեջ իսած երգին պիդիևեն ու իմ աթորս աստծո ասկերեն վեր պիտի պարսաստեմ, և ժողովիներ հյուսի կովերը պիտի պնագին։ Ամբերու պարչուներու վրա պիտի ելեմ, պարսուն պիտի նմանին, ուրեմն կուզեն, որ ինքը աստծո նման ըլլա, բայց ինքը ստեղծված մներ։ Եվ երբ որ ասիկա կհամեմատենք հայտնություն 14-րդ գլուխ 1-13 համարները բավական երկայն են ասիկա,
Նոր երգը երգեն աթորին 4 կենթաներն ու երեսներուն արջև, որ մեկը չէր նրան երգը սովիր բացի այն 144,000-ն որոնք երկրեն քնված էին։ Ասոնք քարնուգին ետևեն երթան, ուր որ ամ երթա, ասոնք մարդոց մեջ են քնվեցան աստծո քարնուգին երախայրեն լալու։ Անոնց քերանը սուտ չի գտնվեցա վանսի ամփից են, որ չափ տարբերություն կա ասոր եւ ավսագի միջև։ Եվ ուրիշ նշտակը տեսա, որ գսեր մեծ ցայնով ասում է վաղցեք եւ փառք տվեք անոր, վասի անոր Թադաստանի ժամը եկավ, ու երկրպագություն եք անոր, որ ստեղծեց երկինքը ու երկիրը եւ ծով ու ջուրերն աղբյուրները։ Ատկերներ չգսե ինգավ մեծ Փափելոն, վերջավորություն գսե Հոսե, սուրբերուն համբերությունը, որոնք Աստծո բավիրանքները եւ Հիսուսի հավատքը կբահեն։ Աստված կուզե, որ մեզ միշտ քաչալեր է, որ մենք Աստծո խոսքին վրա հիմնված մնանք։ Երբ ամեն մարդու սալանա դմոդենա, որպեսի խախտե, աման ինչ կարևոր է, արդեն երբ որ սա ինչ կարևոր է, մեկ բզիկ սուտ հոս խոսին, մեկ բզիկ հողություն հոներ է, շապատը պետք չի գա բայելով, աչապ մարդիկ կան, կորձ ունիս, դպրոց ունիս, աս ունիս, ան ունիս, թունալ մեկ Աստված մնես, սալանան ասակ պաներում մարդը գխապեն, միտքը գխակարեն։ Մարդը ինձինքը իր միտքը ինքնաբեր լախակարեն։ Երբ որ Աստծո հետ չես միացած, անոր միտքը, երբ որ չես ինչ պիտի պատասխանես սատանային ագանչի մեջի փսփսալու, կխապվիս։ Ուրեմն ասոք աս ժողովուրդը երկիր պիտի հասնի, միայն քարնուգին պատճառովը երկիրը կհաղթանակի, որտեղ Տերոջը փրկակնվածները կհամաներեն այն փափուր դեղերը, որ բացված են երկի Մեսադայի եւ անոր հեշտակների ու անգամ պատճառով։ Հիմա երկի 1/3-ը ինգավ, չէ՞, բայց ժողովուրդը պիտի երթա եւ Աստծո երկինքը պիտի լեցնեն։ Բարա պիտի չմնա Աստծո երկինքը։ Եվ այնտեղ երկում միմիան ավետարանի շնորհիվ, իրականում ավետարան փրկակնված թեման պատկերավոր գերբով կներկայացվի քայի սերիալի մեջ։ Արժանի ես այդ քիլքը վերցնել ու անոր գլիքները փանալու, որովհետև որդվեցար եւ քո այնովդ մեզ քնեցիր։ Աստծո համար բոլոր ցեղերեն ու լեզուներեն ժողովուրդեն եւ ասկերեն։ Ավետարանը ինչ տեսակ պատկեր մնացի գա, Հիսուսի մահը մարդկության փրկակնման համար։ Հիսուս մեռավ, որովհետև մենք փրկվենք։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Միայն մարդիկ պետք է լուրը առնեն։ Մենք չենք գնալ փրկել, միայն նրանք լուրը տան։ Ուրեմն պետք է բարձրապես իմանան անոր մասին եւ ընդունեն Հիսուսը։ Ինչ դեր ունենք մենք, որպես եկեղեցի եւ որպես անհատ, մարդոց տեղեկացնելու թե ինչ ըրավ Քրիստոս իրենց համար։ Ասել արդեն ամեն մարդ իրեն համար պետք է որոշե։ Ինչ կնամ ես անել, որպեսզի Քրիստոսը ներկայացնեմ։ Քրիստոսը գսե գնայի փրկվածներուն, որ նորոգված են իր պատկերով, ամեն մեկ սերտ կգրե, սիրտ կգրե աստվածային գադարյալ թրոշմը, եւ ամեն թեմ գարդացող է իր արքայի նորությունը։ Անոնց մեջ Աստված կտեսնա իր հոգի աշխարհության բդուղը եւ բավարարվի։ Եվ մեկ ցայնով, որը կհասնի աղթանե ամփայշտերուն բազմությունները գարավճագեն։ Ահա իմ այլնովս քնվածները, անոնց համար ես չարչարվեցա, անոնց համար մեռա, որովհետեւ անոնք իմ ներկայությամբ բնակվին անվախճան քարերի ընթացքում։ Եվ ջերմակակած փրկվածները քային արչեւը գային եւ կսենք քովեն եւ գործներքեն, արժանի է որ տված քարը առնելու եւ զորություն, եւ հարստություն, եւ կարողություն, եւ բավիճ, եւ փառք, եւ օրհնություն։ Եվ այսպիսով մենք կնանք Տերը փառավորել եւ վաշտել ճիշտ այս բառերով։ Արժանի ես երկնավոր Հայր։ Արժանի է Տեր Հիսուս, առնելու զորություն եւ հարստություն եւ կարողություն եւ բավիճ եւ փառք եւ օրհնություն։ Փառքը նայել Սուրբ անվանը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Տերը օգնե եւ օրհնե, որ գարենանք իր խոսքը տարածել մեր չորս կողմը։ Մինչև հաջորդ հանդիպում։